Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 27-րդ գլուխ Դավիթ փղշտացներուն մեջ։ Դավիթ իր սիրտին մեջ ըսավ. Վերջապես օրը Սավուղի ցերկով պիտի գործվիմ։ Ինձ համար ոչինչ ավելի լավ է, քան փղշտացներուն երգիրը արտորալով խույս տալ, որբեսի Սավուղ ինձ մե հույսը գդրե, ուզիս անգամ մնալ Իսրայելի ամբողջ հողամասի մեջ չփնդրե, այսպես անոր ցերկեն գջողոբրիմ։ Ուստի Դավիթ գանկնեցավ եւ իրեն հետ եղող 600 մարդոցմով գնաց Կեթի թագավորին Մաուվկի որդին Անքուսիկով։ Դավիթ Անքուսիկով Կեթի մեջ բնակեցավ, ինք եւ իր մարդիկը, յուրաքանչյուրը իր ընտանիքով։ Դավիթ իր երկու գիներով, Հեզրայելացի Ակինոամի ու Գարմելացի Նապաղի գնոջ Աբիքիայի հետ։ Երբ Սավուղի իմացուցին, թե Դավիթ քեթ փախեր է, անգամնալ զայն չփնդրեց։ Դավիթ Անքուսի ըսավ. Գաղերսեմ, եթե քո արջևը շնորհ կտա, թաշտավայրի քաղաքներեն մեկու մեջ ինձի դեղը թող դրվի, որբեսի հոմ բնագիմ, արդարև քու ծարատ ինչու քեզ հետ բնագի թագավորանիստ քաղաքին մեջ։ Այդ օրը Անքուս Սիգելագը դվավ անոր, այդ պատճառով Սիգելագ մինչև այսօր Հութայի թագավորներուն եղավ։ Փղշտացներու երկրի մեջ Դավիթի բնագած օրերուն թիվը 1 տարի ու 4 ամիս եղավ։ Դավիթ եւ անոր մարդիկը բարձրացան ու քեսուրացիներուն, քազերացիներուն եւ ամաղեգացիներուն վրա արձակեցան, քանի որ անոնք 5 տարերեն ի վեր այդ երկրի մեջ կբնակեին, Սուրեն մինչև Եգիպտոսի երկիրը։ Դավիթ այդ երկիրը զարգավ, ոչ այր մարդ ողջ բահեց, ոչ ալգին, իսկ ոչխարները, արջարները, էշերը, ուղդերն ու հանդերձները գրավեց։ Հետո վերադարձավ եւ Անքուսի եկավ։ Անքուս ըսավ. Այսօր որ գոմը հարցագեցակ։ Դավիթ ըսավ. Հութայի հարավային գոմը, Հերամելացիներուն հարավային գոմն ու Գենեցիներուն հարավային գոմը։ Դավիթ ոչ մեկ մարդ կամ գին ողջ բահեց, որ քեթ լուր չբերե։ Արդարև ըսավ. մեր մասին թող չբատմեն եւ չսեն, թե Դավիթ այսպես ըրավ։ Անոր սովորությունը այս էր, քանի փղշտացներու թաշտավայրի մեջ կբնագեր։ Անքուս Դավիթի հավատալով ըսավ. այս մարդը իր ժողովրդին Իսրայելի մեջ ինքզինք հույժ ադելի ըրավ, ուստի Հավիդյան իմ ծարաս պիտի ըլլա։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։